Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու եւ մաղթելու նախատոնական հրաշալի տրամադրություն։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան, Ադրինեն։ Բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, այսօր արդեն դեկտեմբերի 24-ն է, օրը չորեքշաբթի, եւ մենք առաջարկում ենք, որպեսզի առավոտը սկսեք մեզ հետ միասին։ Այո, սկսեք մեզ հետ միասին օրը եւ միանշանակ կլինի այն հիանալի, իսկ օրվա ավարտը նախատեսվում է անցկացնել ընկերների կամ հարազատների հետ։ Դե ավարտը բնականաբար պիտի լինի բարձր տրամադրությամբ։ Այդ հարցում ձեզ օգնելու է Բրիզը Ռոզե փրփրուն գինին, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Միանշանակ հիշեք, որ հենց տոնական գիշերը երազանքները պահելու 12 զարկերը զարկելու ընթացքում բացում ենք Բրիզը եւ կատարվում են բոլոր երազանքները։ Այո, եւ հիշեցնենք նաեւ, որ այս օրերին Իջևանի գինու գործարանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Ի դեպ, տաղավարը կգործի մինչեւ հունվարի 14-ը։ Այո, տոնական տրամադրությունը շատ կարևոր է եւ կարևոր է նաեւ այն ամենը, ինչը ներկայացնում է հենց իհարկե լավ տրամադրությունը։ Դա առողջ սնունդն է, լավ տրամադրությունը ու տոնական տրամադրությունը։ Մենք ունենք անակնկալ, չէ՞ Սոնա։ Այո, խոհանոցում ունենք անակնկալ հյուր, հիմա առաջարկում եմ միասին միանանք խոհանոց, ողջունենք սիրելի Ադրինեին, ինքն էլ հյուրին կներկայացնի։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, այսօր այստեղ հրաշք է կատարվելու, ես ունեմ հոյակապ հյուր, պարոն Բաղինյանը մեզ հյուր է եկել, որպեսզի պատրաստի իր այն ընտիր ուտեստը, որը իր խոհանոցում սովորաբար պատրաստում է, ասեմ, որ այս մարդը ոչ միայն տաղանդավոր արտիստ է, հոյակապ ասմունքող, այլ նաև պրոֆեսիոնալ խոհարար։ Շատ ուրախ եմ, պարոն Բաղինյան, որ այսօր այստեղ մեզ հետ եք, իմ խոհանոցում եւ իհարկե հեռուստադիտողի հետ միասին։ Ներկայացրեք, թե ինչ եք անելու։ Ներկայացնեմ ձեզ, ասեմ, որ ես իսկապես արհեստավարժ, այսինքն պրոֆեսիոնալ խոհարար եմ։ Մենք գիտենք դրա մասին։ Մինչև ինստիտուտը սովորել եմ, աշխատել եմ եւ այլն բանակում եմ եղել խոհարար եւ երբեմն կատակով ասում եմ, որ ես խոհարարների մեջ լավագույն դերասանն եմ, դերասանների մեջ լավագույն խոհարարը, վաստակավոր խոհարար, որը Ջուլիային ջղայնացնում է երբեմն այդպես մի ասա։ Խոհանոցը դա իմ հոբին է, իմ տարերքն է նաև եւ սիրում եմ պատրաստել եւ այսօր ես ձեզ համար ուզում եմ պատրաստել լեհական, նաև հունգարական, այսպես մի ուրեմն ճաշատեսակ կա, որը կոչվում է մեդալյոն։ Հասկանալի։ Պարոն Բաղինյան, եկեք արագ ներկայացնենք բաղադրիչները, խոսքը փոխանցենք գործընկերներին, հետո էլի կվերադառնանք ու կշարունակենք։ Ինչ է մեզ պետք այս ուտեստը պատրաստելու։ Միսը իհարկե ավելի շատ, հիմա նկարում ենք, մենք ավելի շատ ենք արել։ Կարող է լինել տավարի փափկամիս։ Առաջ բաղադրիչները ներկայացնենք, ներկայացնենք բաղադրիչները։ Ուրեմն տավարի, խոզի կամ հավի փափկամիս։ Այո։ Այնուհետև ուրեմն բանջարեղեն, սոխ, գլուխ սոխ, նաև կանաչ սոխ հետագայում, ուրեմն այս բիբարը, պղպեղը քաղցր, կարող է լինել կարմիր, կարող է լինել կանաչ, կարող է լինել համադրություն գույների, անպայման գազար, քերիչով քերած գազար, պատրաստում ենք այս ամենը նախորոք, կանաչին, խառը կանաչին, որը ես սիրում եմ այս ցողունները, քոքերը այսպես ասած, որը կտրտում եմ, նույնպես տապակում եմ սոխի հետ միասին, նույնպես կանաչ սոխ, կարտոֆիլ, որից պատրաստում ենք այդ խավարտը, խույսն ենք պատրաստում, պյուրեն կարտոֆիլի։ Այստեղ ունենք կաթ, ունենք արգանակ։ Արգանակ ունենք, որը միսը նախորոք ուրեմն կտորներով, այսպիսի կտորներով նախորոք։ Սա կանենք հետո, հիմա խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, հետո կմիանանք խոհանոցին։ Անպայման, անշուշտ։ Մանրակրկիտ մեր հեռուստադիտողին կներկայացնենք, թե ինչ է կատարվելու այսօր այստեղ։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, ուրախ է անցնելու այսօր խոհանոցում ու համեղ, այս երկուսը մեկտեղ, ուրախն ու համեղը, իսկ արդյունքը լինելու է հիանալի։ Դե չմոռանանք նաև տրամադրության մասին, մարզավիճակի մասին։ Մենք ամեն առավոտ հորդորում ենք ձեզ, որպեսզի գնաք մարզվելու ժամանակ գտնեք ու մարզասրահ գնաք։ Անպայման այցելեք Ակվատեք, քանի որ Ակվատեքում Սոնա
Կա շատ էներգիա, սիրելի Սուրեն, Ակվատեկ համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ առավոտյան մեր մոտիվացիայի չափաբաժինը ստանանք ու վերադառնանք։ Բարև ձեզ, ես Վարդգեստ եմ, Ակվատեկի լողի մարզիչը։ Անց ենք կազմում անհատական եւ խմբային լողի մարզումներ։ Տարիքային սահմանափակում չկա։ Շարունակենք մեր ծրագիրը, այո, միշտ ունեցեք այդ ժամանակը, այցելեք Ակվատեկ, մարզվեք, եղեք առողջ մարզավիճակում։ Նշենք նաև, որ Ակվատեկում ամանորյա մեծ խաղարկություն է եւ 15% զեղչ բոլոր փաթեթների համար։ Դեկտեմբերի 10-ից Ակվատեկում մեկնարկել է ամանորյա խաղարկություն զեղչերով ու նվերներով։ Ձեռք բերեք 3, 6, 12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով, ստացեք պարտադիր նվերներից մեկը։ Հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, միկրոալիքային վառարաններ, հարիչներ, վարսահարդարիչներ, փոշեկուլներ, թեյնիկներ, իհարկե նվեր քարտեր, փաթեթներ, բազմաթիվ այլ նվերներ ու հաճելի անակնկալներ։ Այս ամենը Ակվատեկում, այսինքն առողջ եւ հաճելին մեկ տեղում։ Դե համեղն էլ իհարկե էստեղ է, մեր տաղավարում եւ համի նախարարությունում։ Դա իհարկե Ադրինեի տիրույթն է։ Ադրինե։ Այո, ողջույն եւս մեկ անգամ, սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր այստեղ թողուբող է տիրում, ես հյուր ունեմ, ինչպես իմացաք, պարոն Բաղինյանը այսօր իր առաջարկն է անելու, իր բաղադրատոմսն է ձեզ առաջարկելու, որը լեհական խոհանոց է, լեհական եւ հունգարական։ Լեհական, նաեւ հունգարացիներն են։ Այո, եւ ունի անվանում մեդալյոն։ Մեդալյոն։ Ահա, ներկայացրեք եւս մեկ անգամ ամբողջ այս մթերքները եւ իհարկե սկսենք պատրաստել։ Ուրեմն տավարի, խոզի կամ հավի փափկամիս, այնուհետև բանջարեղեն, որի մեջ պղպեղն է, տարբեր գույների համադրությամբ, շատ հաճելի, կանաչ, դեղին, կարմիր, տվյալ պահին ունենք, նարնջագույն նույնիսկ, գազար մաքրած վիճակում, որը հետո պետք է քերիչով անենք, պոմիդոր, գլուխսող,
կանաչ սոխ եւ խառը կանաչի։ Նախ կտրտում ենք միսը, փափկամիսը։ Կարող ենք արդեն սկսել մեր Կտրտում ենք փափկամիսը այսպես ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր կտորներով։ Եվ այս ամբողջը արդեն այնտեղ մենք ունենք կտրտած, սա էլ ավելացնում ենք ջուր, այնքան որ ծածկի, շատ չէ, որպեսզի բուլյոնը համեղ լինի շատ ջուր չենք անում։ Եվ ուրեմն դնում ենք գազօջախին, թեժ կրակի վրա, հենց որ փրփուրը բարձրանում է, նախ ասեմ միսը լավ լվանում ենք, մենք նախորդ մենք լվացել ենք, եւ ուրեմն հենց որ փրփուրը մաքրում ենք, գցում ենք այնտեղ արդեն ներսում է գլուխ սոխ, 2-3 հատ փոքր նայած մսի քանակին, գլուխ սոխ մաքրած վիճակում ամբողջական, սև պղպեղ, հատիկավոր, եւ որոշ ժամանակ անց եփելուց հետո նաեւ դափնու տերև մի քանի հատ ու աղ, քիչ աղ, ընթացքում մի քիչ աղ, եւ այս ամենը եփվում է, եփվելուց ընթացքում, երբ որ նա եփում ենք մենք, ուրեմն կտրտում ենք սոխը։ Ահա, ես էլ քեիչով անցկացնեմ Անցկացրու գազարը, որովհետեւ մենք այստեղ ունենք բազմապիսի բանջարեղեններ, որոնք պետք է կտրատվի եւ մշակվի։ Ահա, մի բան մոռացա ասեմ, որպես խավարդ, գառնիր այսպես ասած, կարտոֆիլը լավ մաքրում ենք, լցնում ենք ուրեմն կաթսայի մեջ կարտոֆիլը, ջուրը ավելացնում ենք, մեծ բռով շատ մի վախեցեք, աղ ենք լցնում, եփվում է կարտոֆիլը, մինչև համարյա պատրաստ լինելը, փխլվելը, որից հետո քամում ենք, այ մենք այստեղ քամել ենք արդեն պատրաստ է, այո։ Քամում ենք որից հետո ջուրը, այդ աղա ջուրը, այո։ Կարտոֆիլը ինչքան պետք է վերցրել է, ավելացնում ենք կարակ, սերուցքային կարակ, հայերեն ասած սլիվիչնի ուրեմն կարակ, եւ որից հետո նաեւ մի վախեցեք, յուղը շատ չի լինում։ Երբեք, ես կատ, կատ, մի բաժակ, կես բաժակ կատ, տաք կատ, եւ ուրեմն տրորում ենք այդ ամեն ինչը, ճզմում ենք, պատրաստում ենք պյուրե։ Դրենք մի կողմ։ Մինչև մսի եփելը, մսի պատրաստվելը, ինչպես ասացի, կտրտում ենք սոխը։ Ահա, ես էլ գազարը անցկացնեմ։ Դուք էլ գազարը մաքրեք։ Այո։ Ահա։ Ես վարպետաց դասեր եմ անցնում այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք գրի առեք բաղադրատոմսը, որովհետև վիտամիններով հարուստ, հագեցնող եւ օրվա համար շատ լավ կարծում եմ տարբերակ է։ Այո։ Այնպես որ հետևեք մեզ, որ տեսնեք ավարտը ինչպեսին է լինելու։ Դե սկսեք պատմել, պարոն Բաղինյան, տանը որքան շատ եք պատրաստում եւ խոհանոցում մրցում եք Տիկին Ջուլիայի հետ, թե ինչպես։ Գիտեք ինչ, տանը ես պատրաստում եմ երբեմն, շատ չէ, Տիկին Ջուլիան քիչ խանդով է մոտենում, հատկապես որ մեր աղջիկները ժամանակին, քանի որ ես արհեստավարժ պրոֆեսիոնալ խոհարար եմ, տղամարդու ձեռքն էլ գիտեք համով է լինում, եւ աշխարհում ոչ մի կարգին խոհանոց կին շեֆ խոհարար չունի, դա փաստ է։ Երբ որ ես պատրաստում եմ, մեր աղջիկները երբեմն ասում են, «Վայ, մաման երբ է հիվանդանալու պապան ճաշեփի»։ Ջուլիան կատաղում էր։ Հետագայում այդ պատմությունը կրկնվեց, մեր թորնիկները նույնպես նախընտրում էին իմ պատրաստածը, բայց Ջուլիան շատ լավ, տանը մոռանում ես, որ նա դերասանուհի է, տաղանդավոր հայտնի դերասանուհի, տանը նա լրիվ խոհանոցը իր տարերքն է։ Ընտիր տոլմա է պատրաստում, ամեն տեսակի տոլմա, թավա է դնում, հարիսա։ Նա ունի ճաշատեսակներ, որոնք անկրկնելի են, ես այդ համը Ջուլիան որ պատրաստում է ոչ միտեղ չեմ դնում։ Բայց իհարկե գլոբալ առումով, ընդհանուր առումով նա տանուլ է տալիս իմ մոտ որպես խոհարար եւ դա նրան զայրացնում է։ Երբեմն, քանի որ ժամանակին կյանքիս ընթացքում երբեմն եղել են ժամանակներ, երբ որ ես նույնիսկ թողել եմ, հեռացել եմ թատրոնից, զբաղվել եմ ուրիշ գործով, այդպես եղավ նաև 13 թվականին, չպատմեմ ինչ հանգամանքներ եղան, ընտրություններ էր եւ այլ ինչ որ բան ավելորդ, ասի երևի ինձ հեռուստատեսությունից մեկուսացրին, մնացի թատրոնի աշխատավարձի հույսին եւ 13-ին ես գնացի Ռուսաստան մերոնց մոտ աշխատելու, ռեստորան ունեին, զարմացան, որ վաստակավոր արտիստ, դերասան, նկարում էին սերիալներում, բան, բայց գնացի աշխատեցի եւ ինձ բաց չէին թողնում, որովհետեւ լավ էի աշխատում եւ հազիվ կարողացա վերադառնալ նորից Հայաստան 13 թվականից մինչեւ 19 թիվը համարյա այնտեղ էի։ Ինչ եմ ուզում ասեմ։ Եվ քանի որ ես այնտեղ ռեժիմով էի աշխատել, բավականին ինտենսիվ, առավոտյան նախաճաշ, մեծ կոմպլեքս էր, ռեստորան, հյուրանոց եւ սովորել էի այդ ռիթմին անընդհատ։
տանն էլ երբեմն անկախ ինձ ձեռներս քորեր գալիս, ուզում եմ պատրաստել։ Ես կարող եմ առավոտյան շուտ եմ արթնանում՝ ի տարբերություն Ջուլիայի, նա շատ ուշ է քնում եւ մի քիչ եթե փորձ չկա երկար է։ Նա բու է, ես արտույտ եմ, հակադրություն է։ Ես առավոտ շուտ 6-ին 6:30 արդեն վեր եմ գնում եւ այլն։ Մարզանք, բան, հետո 11-ին փորձի եմ այդ ընթացքում, եթե ես անում եմ երբեմն, հավես եմ ունենում, այսպես ասած, ես կարող եմ 1 ժամ, իսկ եթե միսը պատրաստ է նախորոք, 1 ժամվա ընթացքում կարող եմ պատրաստել առաջին, երկրորդ, տանը եղած թարմ մրգերից, որ պիտի փչանան, կամ ինչ որ չիր ու չամիչներ եթե լինի, կոմպոտ պատրաստեմ, հա, կամ թարմ մրգերից, կամ չորացրած, եւ սալատ, որևէ լավ, ուրեմն բանջարեղային սալատ։ Տաղանդավոր մարդը տաղանդավոր է։ Եվ մի հանգամանք կա, ուրիշ կին երջանիկ կլիներ, չէ՞, ամբողջ օրվա ճաշը պատրաստ է։ Բայց Ջուլիան զայրանում է ինչից։ Ես երբ խոհանոցում աշխատում եմ, սովորություն չունեմ անմիջապես, այսպես ասած, ցայել ինչ-որ բան աշխատանքի ընթացքում, որովհետև երբ որ ես աշխատել եմ սրճարանում, ռեստորանում, միշտ եղել է կողքից աշխատող։ Եվ ես վերջում եմ մաքրում, կանոնավորում, ընթացքում տենց սովորություն չունեմ։ Աստված հեռու տանի այդ ընթացքում, երբ որ Ջուլիան հայտնվի եւ տեսնի, հասկանալով, որ միևնույն է, մի կես ժամ հետո ամեն ինչ կարգին դասավորված է լինելու, Ես ինչ ես արել, ինչ ես արել, հարամլնի քո պատրաստելը, սա խոհանոց խառնես իրար։ Մի անգամ շատ չերկարացնեմ, ուրեմն մենք սոխը կտրտել ենք, հիմա էլ կանաչու ցողուններն ենք կտրտում, քոքերը այսպես ասած, երբեք դեն չեմ գցում, դուք մաքրել եք մի շատ եք բան արել, էլի փոքրացե, այսպես շատ լավն է, խառը կանաչու ցողունները հետագայում սոխի հետ միասին մենք տապակում ենք։ Ուրեմն մի անգամ ներողություն եմ խնդրում, տերևները օգտագործելու ենք։ Տերևները նույնպես օգտագործելու ենք, վերջում արդեն տերևներն ենք օգտագործելու, վրան լցնելուց։ Մի անգամ նույնիսկ էսպիսի մի բան եղավ, Ջուլիայի ընկերուհիներից մեկը ինչ որ գործով առավոտյան եկել էր 11-ի կողմերը երևի թե, ես արդեն տանը չեմ եղել, եւ այս կինը ասել է՝ «Վայ Ջուլիա ջան, տանը ոչինչ պատրաստ չունեմ, հիմա էլ պետք է գնամ պատրաստեմ, հա, ոչ զավտրիկ, ոչ նախաճաշ եմ արել, Ջուլիան ասել է խնդրեմ, առաջին կա, երկրորդ կա թարմ պատրաստած, նույնիսկ սալատ ու կոմոդ։ Վա, ես երբ ես հասրել։ Դելա Սամվելն արել։ Բան չես տես դժգո։ Բա ամբողջ խոհանոցը խառնում ա որ մտմես բան ասում, լսի, եթե քեզ պետք չէ Սամվելը, տուր ինձ։ Այտենց մարդուց ոնց կարելի է բան անել, բողոքել, այսպես նույնիսկ բայց դա նորմալ է, բոլորիս ընտանիքներում էլ եթե տղամարդիկ մտնում են խոհանոց, այդ թողը տիրում է, մենք էլ բոլորս կանայք այդպես բողոքում են, էս ինչ արեցիր, ինչի պատրաստեցիր, դու թափթփեց։ Սա նորմալ երևույթ է, կարծում եմ ոչ միայն Տիկին Ջուլիայի մոտ է այդպես, բոլորիս մոտ է այդպես, բայց երջանիկ է, այո, յուրաքանչյուր կին, երբ տղամարդը անցնում է գործի եւ պատրաստում է շատ համեղ, ոչ թե միայն պատրաստում եւ թափթփում է, այլ այդ ամենը ստացվում է շատ համեղ։ Ցանկացած տղամարդ ունի այդ հակումը, պատրաստել ինչ որ բան, թեկուզ հենց մեր հայկական ավանդական խորովածը բոլորն էլ ուրեմն դրա մասնագետն են կարելի ասել, այնպես որ դա նորմալ է համարվում։ Ահա, այս պահի մենք պետք է կտրատենք բանջարեղեն, այսինքն պղպեղները եւ ինչ տեսքով պետք է այն կտրատել։ Հիմա։ Ուրեմն այսպես արեցինք, միսը շարունակում է եփվել, հիմա մենք ինչ ենք անում։ Մենք անցնում ենք բանջարեղենին։ Այո, խնդրեմ։ Բանջարեղենին ենք անցնում, շատ լավ կիսել ես, շատ լավ կտրտել ես, այսպես երևի թե ծղոտիկների պես համարյա այսպես ծղոտիկների նման, որպեսզի նրանք նաև ախորժալի լինեն, ինչ որտեղ նաև Երևան, հա, ամբողջական լինեն, չլղոզվեն, այսպես ասած։ Հասկանալ եմ։ Հիմա ես առաջարկում եմ մի փոքր դադար ունենանք, հետո կվերադառնանք ու էլի կշարունակենք, դուք մնում եք մեզ հետ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի լույս նորից շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի ձեզ փոքրիկ հուշում անենք, որ հետևեք ձեր առողջությանը եւ խնդիրների մասին իմանաք վաղ ժամանակ, կանխարգելեք դրանք եւ խուսափեք բարդություններից։ Հիմա մեր եթերում կլինի մեր առողջապահական էջը։
Էսթետիկ բժշկությունը չի կարելի պատկերացրել առանց բոտուլինոթերապիայի։ Բոտուլինոթերապիան դա մեր ժողովրդական լեզվով ասած այն բոտոքսն է, որը կարծում եմ ամեն մի երկրորդ-երրորդ կին մեկ անգամ գոնե իր կյանքում արել է, ներարկել է եւ գիտի թե դա ինչ արդյունք է տալիս։ Այսօր Հայաստանում իր ուրախություն մեզ բժիշկներին եւ իր ուրախություն հաճախորդներին մենք ունենք այլևս գրանցված օրիգինալ, օրինական պրեպարատ, որը կոչվում է Fortox։ Եվ պրեպարատը հարավկորեական է եւ իրենից ներկայացնում է շատ բարձր մակարդակի եւ բարձր մաքրվածություն ունեցող ստերիլ պրեպարատ։ Fortox-ը իրենից ներկայացնում է բոտուլինոտոքսին, որը ներարկելու համար բնականաբար բժիշկները պետք է անցնեն հատուկ վերապատրաստում եւ ունենան իրավունք բոտուլինոթերապիան իրականացնելու համար։ Այսօր Հայաստանում մենք ունենք այդ հնարավորությունը Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտում բժիշկները կարող են դիմել, ունենալ բոտուլինոթերապիայով վերապատրաստվելու կուրս, որից հետո կարող են ստանալ հավաստագիր բոտուլինոթերապիան իրականացնելու նպատակով։ Fortox-ը իրենից ներկայացնում է բացարձակ մաքուր մոլեկուլներ 99%-անոց թորման եւ մաքրվածության աստիճանով եւ այն այսօր համաշխարհային շուկայում համարվում է նաեւ առաջատար պրեպարատների շարքում։ Սիրելի բժիշկներ, աշխատեք անվտանգ եւ սիրելի հաճախորդներ, պրոցեդուրան գրանցվելուց առաջ ճշտեք, թե ինչ պրեպարատ են ձեզ ներարկելու եւ ունեցեք անվտանգ, օրիգինալ եւ գրանցված պրեպարատով ներարկում։ Բոտուլինոթերապիայի process-ը տևում է 5-ից 10 րոպե, այն իրենից ներկայացնում է արագ ներարկվող միջամտություն, կարող եմ ասել անցավ է, պրոցեդուրայից հետո չունենք ոչ մի հետք, ոչ մի կարմրածություն եւ ոչ մի տրավմատիկ ազդեցություն։ Բոտուլինոտոքսինի ներարկումից հետո միայն 2 շաբաթ հետո կարող ենք վերջնականապես տեսնել արդյունքը։ Եթե անհրաժեշտություն կա, հաճախորդը կարող է դիմել թեթև կորեկցիայի, եթե ոչ, ապա սպասում ենք մինչև հաջորդ պրոցեդուրային։ Բոտուլինոթերապիան կարող է լինել էֆեկտիվ մինչև 5-6 ամիս։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ ասում ենք այսօր պատրաստում ենք մի ամբողջական վիտամինային պաշար, որը շատ համեղ է, Լեհա հունգարական խոհանոցից պարոն Բաղինյանն է այն պատրաստում եւ առաջարկել է այսօրվա ուտեստը հենց իր բաղադրատոմսով եւ հիմա մինչ այս պահը մենք տապակեցինք միսը, հորթի փակ միսը, նախ եփեցինք միսը, որից հետո կտրտեցինք ու տապակեցինք կարակով, սոխով։ Հիմա պետք է պղպեղները, ահա տեսեք որքան գեղեցիկ է դասավորել, դա կտրատել է, այսպես գույներով համադրել է, կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն, այս պղպեղների ուրեմն գույնային այս գամմայով համադրությամբ խառնում ենք ուրեմն տապակած նախ եփած, հետո սոխով տապակած մսին եւ ուրեմն բանջարեղենը ավելացնում ենք, խառնում ենք, ամիջապես դրա հետ միասին ավելացնում ենք նաև քերիչով դուքերեցի, այդ գազարն ենք խառնում, այսպես, քերիչով անցկացրած գազարը, ուրեմն սոխով տապակած մսին, գլուխ սոխով, ավելացնում ենք ուրեմն հունջը պղպեղների եւ ուրեմն գազարը քերիչով անցկացրած։ Իսկ մենք համեմունք ավելացնելու ենք։ Ոչ մի առայժմ ոչ մի համեմունք։ Առայժմ ոչ մի համեմունք։ Եվ նշեք, որ փապկամիսը եփելուց պղպեղ ենք ավելացրել եւ սոխ։ Մանր գլուխ սոխ, պղպեղ եւ ես կպատրաստեմ պյուրեն։ Սիրելիներս, այս պահին էլի դադար ենք ունենալու, վերադառնալու ենք ու շարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ հրաշալի հյուրեր։ Եվ այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսը ստեղծվել է 1961 թվականին Ջոն Քենեդիի կողմից աշխարհում խաղաղությունը եւ ընկերությունը ամրապնդելու նպատակով։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 215,000 խաղաղության կորպուսի կամավոր է ծառայել աշխարհի ավելի քան 139 երկրում։ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով։ Եվ այսօր մեր տաղավարում են ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները Քեթ Փաուելը, խաղաղության կորպուսի երիտասարդության զարգացման ծրագրերի կամավոր եւ Քոլթոն Լին, խաղաղության կորպուսի
անգլերեն լեզվի ծրագրի կամավոր։ Եվ իհարկե Հերմինե Ղազարյանը հասարակայնության հետ կապերի մասնագետը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ասեմ, որ մեր հյուրերի հետ հայերեն ենք շփվելու, որովհետև իրենք արդեն բավական ժամանակ ապրում են Հայաստանում եւ նույնիսկ եթե շատ խորանանք, Քյավառի լեզվով էլ բարբառանել կարող ենք։ Սա ունի իր նախապատմությունը։ Նախ մի փոքր հասկանանք, երբանից եք Հայաստանում, քանի տարի է այստեղ եք։ Ես արդեն ապրել եմ Հայաստանում 2 տարի։ Իմ առաջին 2 տարի Հայաստանում ապրել եմ Հրազդան քաղաքում, այնտեղ ես անգլերեն եմ դասավանդել եմ ավագ դպրոցում։ Ավագ դպրոցում դուք։ Կարող Քյավառի բարբառով պատասխանել։ Մարտ ամսին կլրանա 2 տարին ինչ Հայաստանում եմ, ես ապրում եմ Քյավառում։ Իմ ալես։ Լավ եմ դու ասա։ Շատ է տակտի երաշտական նախասիրություն ունի մեր հյուրը, շատ է սիրում Նեմրային եւ Արամ Ասատրյանին։ Անպայման։ Գիտեմ, ձեզ բացատրել եմ, որ Սավերձոնի Ես հուսով եմ Վանը նայում է մեր ծրագիրը, Նեմրայից Վանին հաստատ գիտեք, ես շատ հուսով եմ, որ ինքը հիմա նայում է մեր ծրագիրը եւ երևի միակ մարդն եք, ում լսում եք իրենց եւ Արամ Ասատրյանին միաժամանակ։ Շատ հետաքրքիր։ Եվ հետաքրքիր է, որ դուք որպես կամավոր 2 տարի ծառայելով երկարացրել եք ժամանակը եւ ցանկանում եք շարունակել Հայաստանում մնալ։ Ինձ հետաքրքիր է, ինչն եք ամենաշատը սիրել, ինչու նման որոշում կայացրիք։ Ինչ եմ սիրում Հայաստանում, Հայաստանի մասին, շատ եմ սիրում հայերեն, սիրում եմ սովորել հայերեն, այդտենց, հայկական մշակույթը շատ տարբեր է, քան ամենայի մշակույթը, ուրեմն շատ եմ սիրում սովորել Հայաստանի մասին, նաև հայոց պամություն, հայերեն բանաստեղծություններ։ Հերմինե, մի փոքր խոսենք մեր հյուրերի հետ կապված, հա, այստեղ Հայաստանում 2 տարի, 2 տարուց ավել նախասիրություններ, իդեպ մեր հյուրը շատ է սիրում հայկական պոեզիան եւ մենք միասին կփորձենք ներկայացնել։ Մի փոքր հասկանանք այս տրամադրության մասին, ինչից է որ գալիս են մեր հյուրերը Հայաստան ու սիրահարվում են Հայաստանին, նույնիսկ մարզերում են ուզում բնակվել։ Մեր կազմակերպության սկզբունքը հենց հիմնականում մեր կամավորներն ապրում են եւ ծառայում են հիմնականում Երևանից դուրս մարզերում, Քոլթոնը 2 տարի ապրելով մարզում, 3-րդ տարին նոր էստեղ է Երևանում, որովհետեւ կարծում ենք կարիքն այնտեղ ավելի շատ կա։ Կարծում եմ դա եւ հայերից է, հայկական հյուրընկալությունից է, որովհետեւ հայերը շատ ջերմությամբ են ընդունում իրենց եւ նրանք սիրում ու սիրահարվում են մեր երկրին, մեր մարդկանց։ Ինչպես նաեւ կարծում եմ հենց կամավոր լինելով նրանց մարդկային որակներից է, որովհետեւ իրենք գալիս են 2 տարի պատրաստ լինելով իրենց կյանքից նվիրաբերել, ծառայել, ապրել հայ ժողովրդի կողքին նույն պայմաններում, ինչպես իրենց համայնքներում են ապրում։ Կարծում եմ երկկողմանի է այդ սերն ու փոխադարձ այո։ Հրաշալի։ Եվ փորձենք մի փոքր հայկական պոեզիա վայելել առավոտ շուտ։ Ես արդեն եթերից առաջ արդեն մենք ճշտեցինք, որ դուք սիրում եք Սևակ, Չարենց, Համոս Սահյան, եւ հիմա ձեր ընտրությամբ Փոքրիկ մի հատված։ Քարատող։ Ես կասեմ Սևակի, մի հատ Սևակի ես չեմ որոնում։ Ես չեմ որոնում է նա ով կամենում է ինչ-որ բան գտնել, իսկ ես չգիտեմ, թե ինչպես գտնեմ իմ ունեցածը ցույց տալու հնար։ Վաու, իսկ Չարենցից։ Չարենցը ես գիտեմ մի քիչ, ես իմ անոշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հին սազի ոգբանավագ լացոկումած լարն եմ սիրում, նանաման ծահիկների ու վայտերի բույրը վարման ու նայրան ակջիկների հեզաճակում պարն եմ սիրում։ Դուք քանի տարով եք երկարացրել ձեր մնալը։ Հիմա ձեզ կարելի է միանգամից անձնագիր տալ Հայաստանի։ Չէ, ինձ թվում է Անգլիանի դասավանդմանը հաջորդելու է հայ եւ գրականության, հայոց լեզվի եւ գրականության դասավանդումը միանգամից։ Շատ հետաքրքիր է, Քեյթ։ Մեր հյուրը, հա, Քոլթոնը սովորել է պոեզիա եւ իհարկե այսօր ներկայացնում է։ Ով է եղել ձեր դասատուն Հայաստանում, որ դուք սիրում եք Նեմրա եւ Արամ Ասատրյան։ Ինչ ասեմ, ես շատ եմ սիրում հայկական երաժշտություն։
ամեն ինչ լսում եմ նեմրա, լավելի, արամասատրյան, բրունետ, ամեն ինչ շատ սիրում։ Արամասատրյանից որն է ձեր ամենասիրելի երգը։ Տրախտի պես։ Կարող ենք միասին։ Փորձենք։ Տրախտի ալվանցախկեին Պերին, անմահական նեկտարունի շութերին։ Բրավո։ Շատ լավ է։ Վաղը Սուրբ Ծնունդն է, հա, Միացյալ Նահանգներում։ Ես գիտեմ, որ սա շատ մեծ տոն է, շատ հետաքրքիր եւ ինչպես եք դուք այստեղ Հայաստանում պատրաստվելու դրան։ Դրանից հետո ես կարող եմ ասել գիտեք որ ճիշտ եք ասում վաղը ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդ դե տարբեր ինչ եմ անում այս տարվա ուղղակի ես մենակ եմ ապրում այստեղ Երևանում ուրեմն չեմ նշում վաղը կնշեմ հունվարի 6-ին Մեզ հետ միասին։ Շաքարվեցիա։ Իսկ ձեր ընտանիքը ինչպես է նշում Միացյալ Նահանգներում Քրիսմասը։ ԱՄՆ-ում ինչ են անում իրականում այսօր դեկտեմբերի 24-ին սովորաբար մենք գնում ենք եկեղեցի ու դեկտեմբերի 25-ին իմ ընտանիք մենք տանենք ուղղակի հանգստանում ենք այդտենց Իսկ դուք ոնց եք նշելու վաղը։ Ես կնշեմ վաղը մի քիչ երևի իմ ընկերների հետ հյավարում ես աշխատում եմ վաղը իմ երիտասարդական կենտրոնում բայց ուրախ եմ որովհետև ես կլինեմ իմ ընկերների հետ եւ երեխաների հետ Ամերիկայում ամենակարևորը ինձ համար որ ես լինեմ ընտանիքի եւ ընկերների հետ Քեյթ, Միացյալ Նահանգներում որտեղ եք ապրում։ Անգլերեն ԱՄՆ-ում որտեղ եք ապրում։ հա ես Ինդիանա նահանգից եմ Ինդիանա նահանգի ու Քյավառի տարբերությունը ո՞րն է։ Չկա երևի չկա շատ նման է Քույր քաղաքներ են։ Ես ապրում եի փոքր քաղաքում ուրեմն մի քիչ նման Մի քիչ նման Ահա Շատ լավ, եկեք հասկանանք հետագա անելիքների մասին, որովհետև ոնց հասկանում եմ, այստեղ Հայաստանում ձեր շատ են դուր եկել, խոհանոցն են դուր եկել, մարդիկ են դուր եկել, պոեզիան, երաժշտությունը, հա, ինչպես եք պատկերացնում, հետագան ինչպես է շարունակվելու այստեղ։ Ինչ նոր բացահայտումներ պիտի անեք։ Future plans in Armenia. Չգիտեմ։ Հիմա Կա նոր ուղղվածություն, որ ուզում եք բացահայտել ձեզ համար Հայաստանում, նոր գիծ։ Anything you want to explore in Armenia? Ապագայում ես ուզում եմ գնալ բոլոր մարզեր, հիմա ես պիտի գնամ Սյունիք եւ Արմավիր։ Օհո։ Դուք ես էլ ուզում եմ գնալ ուրիշ տեղում արդեն գնացել եմ շատ տեղեր Հայաստանում օրինակ ես գնացել եմ Կապան 2 անգամ շատ հետաքրքիր է ինձ համար սիրում եմ Կապան այդ բնություն եւ այդ ճարտարապետություն շատ հետաքրքիր է Քեյթին հյուր գնացել եք Քյավառ գնացել Ես վստահ եմ Սյունիքում ջուրը շատ կսիրեք եւ օդը, որովհետեւ ամրակուր Սյունիքում եւ օդը շատ մաքուր է եւ ջուրը ամեն։ Իհարկե Հայաստանում բոլոր տեղերում այդպես, բայց Սյունիքում առավելապես այդպես է։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ առաջիկա պլաններ ունեք, քանի որ 25 թվականը մոտենում է իր ավարտին, ինչպես տարին անցկացրեցիք, ինչ հասցրիք անել եւ ինչպես եք գնում դեպի 26 թվական։ 26 թվականին պատրաստում ենք դիմավորել կամավորների մեր նոր խմբին։ Ամեն տարի մենք կամավորների նոր խումբ ենք ունենում Ամերիկայից։ 2026 թվականի մարտին մեր նոր խումբը կլինի Հայաստանում, ովքեր երամսյա դասընթաց կանցնեն, հայկական մշակույթը կուսումնասիրեն, հայոց լեզուն կսովորեն, որից հետո կանցնեն իրենց ծառայությանը։ 2025 թվականը լի էր հաջողություններով, մի շարք ձեռքբերումներ ունեցանք, աշխատեցինք տարբեր դպրոցներում, հասարակական կազմակերպություններում, մեր կամավորները իրականացրեցին տարբեր խմբակներ, անգլերեն լեզվի խմբակներ, փոխանցեցին ամերիկյան մշակույթը իրենց համայնքներին եւ սովորեցին հայկական մշակույթը, ինչպես տեսնում եք այսօր, ապրեցին տարբեր հյուրընկալող ընտանիքներում, մեր կամավորներից հիմնականում իրենց ծառայության սկզբում ապրում են առնվազն 3 ամիս, որոշներ անգամ 2 տարի հայկական ընտանիքներում։ Այնպես որ 2025 թվականը
Բավականին է։ Հագեցած էր։ Շատ լավ, եւ ինչ կմաղթեք արդեն բոլոր նրանց ամանորին ընթառաջ, ովքեր այստեղ են եւ ունեն այդ տոնական տրամադրությունը։ New Year wishes. That I Yeah, any New Year wishes for Armenian, for your community, for Gavar. Gavari համար ինչ կմաղթես։ Երևի ես ուզում եմ, որ հայերը ապրեն խաղաղ եւ երջանիկ։ Ընդհանրապես Հայաստանում ես մաղթում եմ խաղաղություն, հաջողություն եւ առողջություն։ Վաու։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ձեզ ենք ամենալավը մաղթում։ Այո, անպայման եւ խոստանում ենք, որ տարվա ընթացքում միգուցե նաեւ այնպես ստացի, որ կարողանանք ձեզ հյուր գալ ու հասկանալ, թե ինչ եք անում, ինչպես եք այնտեղ գործունեությունը ծավալում Հայաստանում արդեն այստեղ եւ ինչ տրամադրություն կա։ Ձեզ շնորհակալություն, շնորհավորում ենք ձեզ Սուրբ Ծննդի կապակցությամբ ու մաղթում, որպեսզի կատարվեն բոլոր երազանքները։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր երազանքը, այնպես որ թող կատարվեն նաեւ ձեր երազանքները։ Ձեզ ուզում եմ նվիրել Սարգոն սպիտակ չոր գինի, որտեղ վառը Սուրբ Ծնունդ է, այնպես որ հրաշալի առիթ, որպեսզի բացեք եւ նշեք Սուրբ Ծնունդը, եւ գիտեմ, որ Միացյալ Նահանգներում շատ տարածված են բացիկները, շնորհավորանքի բացիկները, ուզում քանի Արամ ասած ինձ ափսոս այսօր չեմ բերել, բայց Թաթայից ունենք բացիկներ, այնպես Թաթայել եք սիրում։ Վաու, ինչ լավ։ Էլի տոնածառ առանց պապ, ձմեր պապ, հիշում եք այս երգը։ Ահա, սա ձեզ Ձեզ ուզում եմ նվիրել էլի Թաթայից նոր տարի Ջունանուշիկ իմբարի ես գիշեր մեր տունարի տոնածառ զարդարի Գալուր Չարենց եւ Անտարյան դու ունեիր բացիկները Բայց ես չգիտեի Թող տարին բարի լինի ուրախություն թող գերի Սա էլ ձեզ ու շնորհակալություն որ մեր հյուրն եք Սպասում ենք ձեզ նորից մեր տաղավարում Եվ գրկե շնորհավորում ենք տոների արթիվ Շնորհակալություն Շնորհակալություն Դե Տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե խոհանոցում ինչ Այո, փոքրիկ դաթարից հետո գնանք խոհանոց, որովհետև այնտեղ հիմա Երուսաղեմ է, կարճ դաթար ու հետո կգնանք խոհանոց արդեն։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք երաժշտություն, որովհետեւ ունենք տեսահոլովակի եւ երգի պրեմիերա։ Այո, մեր հյուրն է Արտուր Սարգսյանը, բարի առավոտ Արտուր։ Բարի լույս։ Ոնց ենք։ Շատ լավ, հրաշալի, քանի որ եւս մեկ անգամ վայելում եմ այս հրաշալի աուրան ու տոնական տրամադրությունը ձեզ մոտ։ Դե տոնական տրամադրությունը երևի թե արդեն տարին ավարտում ենք նոր տեսահոլովակով։ Իհարկե ունենք նոր տեսահոլովակ, նոր երգ, երգի հեղինակը այս անգամ ես եմ, երաժշտության, խոսքերի, չնայած խոսքերի գրման, ներդրման մեջ բավականին ներդրում ունի մեր սիրելի պրոդյուսերը Սուզաննան, մի քիչ օգնել է, էլի ոնց որ խոսքերի մեջ, բայց հիմնականում ես եմ գրել խոսքերը եւ երաժշտությունը։ Իսկ տեսահոլովակը։ Տեսահոլովակը նկարել է Արմենը Գևորգյան, գործիքավորումը մեր տաղանդավոր Վարուժ Դիլվարյան, ամբողջ երաժշտական պրոդյուսինգը ու այդպես։ Երբ կոչվում է գնամ ու գամ։ Գնամ ու գամ։ Լավ, ես առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը, հետո արդեն վերադառնանք ավելի մանրամասն խոսելու համար։ Ասա որ սիրում
շնորհավորում ենք նոր երգ եւ տեսահոլովակի արդիվ եւ միանգամից հարցնեմ 2025 թվականը ինչպիսին էր ձեզ համար, որովհետեւ ավարտում եք այս հրաշալի երգով եւ տեսահոլովակով։ Շատ շնորհակալ եմ 2025-ը բուրըն աշխատանքային տարի էր, եթե կհիշեք, ընդամենը 10 ամիս առաջ այստեղ եմ եղել եւ այդ ժամանակ դեռ առաջին տեսահոլովակից երգից պրեմիերան պետք է անենք ու 10 ամիս անց արդեն թվով 5 տեսահոլովակ ունեմ։ Ինձ թվում է բավականին մեծ աշխատանք են կատարել ու շնորհակալ եմ իմ թիմին, ովքեր ինձ հետ աշխատում են, պրոդյուսերին, երաժշտական պրոդյուսերներին, բոլորին, որ սրտանց կատարում են իրենց աշխատանքը ու իմ կողքին են։ Այսինքն 25 թվականը շատ հաջող տարի էր ձեզ համար։ Կարծում եմ, հա, 5-ը նորմալ է, էլի։ Ավարտում ենք այս տեսահոլովակով, թե ունենք համերգային որոշակի։ Ոչ, այս տեսահոլովակով կավարտենք, ու արդեն աշխատանքային կորպորատիվներ, նոր տարի։ Շատ լավ, ինչպիսի նախագծեր կան արդեն 26-ի հետ կապված, որովհետև կարծում եմ որոշակի ժամանակահատված արդեն ունենք նախագծված։ 26-ին մտածում ենք, որ կրկնապատկենք այս աշխատանքը։ Վաու։ Իսկ ունեք արդեն որոշակի երգեր, որոնք նախապատրաստական աշխատանքում են։ Բավականին շատ երգեր ունենք, ծրագիր արդեն ունենք կազմած, որ ամսին ինչ համահունչ երգեր կասեք փետրվարին, կարալենի սիրային, իհարկե։ Նվիրված։ Այդպես։ Եվ հետաքրքիր է, քանի որ նշեցիք, այս երգը հեղինակային է, դուք ավելի հարմարավետ եք զգում, երբ կատարում եք ձեր գրած երգը, թե երգը եթե նույնքան սիրեք, ոնց ինքներդ եք զգում, էլի տարբերություն չկա, դուք եք գրել, թե Ինձ թվում է, շնորհակալություն, ինձ թվում է հիմնականում հեղինակը ավելի զգում իր երգը կատարելուց, բայց տղերք հետ որ աշխատում եմ, իրանք երգերը գրում են, իրանք էլ ոնց որ իրանք երգերն էլ կարծես թե իմ երգեր են, իմ գրած երգերը լինի, որտեվ երգեր ընտրելուց այնպես ենք ընտրում, որ իմ վոկալին, իմ ձայնին, իմ ներաշխարհին համահունչ լինի։ Բայց կարծում եմ ավելի շատ որ հեղինակային երգը ոնց գրել ես, այդպես էլ կերգես, ոնց զգացել ես։ Հրաշքներին հավատում եք։ Հրաշքներին, հա։ Բայց մտածեցիք մի քիչ։ Դե պետք է մտածել։ Ունենք երազանքներ, Արտուր։ Երազանքներ, նպատակներ, որը ձգտում եմ աշխատանքով հասնել այդ նպատակներին։ Նամակ գրել ենք ձմեռ պապիկ։ Նամակ հիմնականում ինձ են գրում։ Երեխաներս, չէ, ձմեռ պապիկին դեռ չեմ գրել, բայց տեսնեմ, հնարավոր է որ գրեմ։ Եվ էլի վերադառնալով ստեղծագործելուն, ինձ հետաքրքիր է դուք ստեղծագործում եք ավելի շատ տխուր ժամանակ, ուրախ ժամանակ, ոգեշնչում որտեղ եք գտնում։ Ինչը կարող է ձեզ համար ոգեշնչման աղբյուր։ Տեսեք, քանի որ այս երգը առաջին անգամ եմ ոնց որ ստեղծագործել, ինքը հոգեվիճակը չեմ կարող բացատրեմ, որտեվ ինքը եղել է գիշերը, ժամը 3-ի կողմերը, ոնց որ այդ մուսան եկել է, տենց չեմ կարող ասեմ ինչ հոգեվիճակի մեջ եմ ելել։ Երևի գերհոգնած։ Գերհոգնած հոգի։ Գերհոգնած։ Պես որ պետք է շատ աշխատենք, որ շատ երգեր գրենք, էլի շուտ գերհոգնենք։ Կա մի բան, որը շատ կարևոր, հա, նպատակ է եւ ամեն տարի տեղափոխվում է տարուց տարի, բայց պիտի անպայման իրականացնել եւ իրագործել։ Տեսեք, նպատակը հիմա շատ երգեր, որակով երգեր ու այդ նպատակն է, որ ամեն մի երգից տեսահոլովակից հետո, որ ուզում եմ գերազանցեմ նախորդին, այդ է հիմնական նպատակը, դա է, որ աշխատանքի մեջ գերազանցեմ ես ինքս ինձ։ Իսկ ինչն է ջղայնացնում ձեզ աշխատանքի մեջ։ Աշխատանքի մեջ հիմնականում աշխատում եմ չջղայնանալ։ Չեն ջղայնացնում, չգիտեմ, հələ չի ստացել որ ջղայնացնեմ, բայց եթե ջղայնացնելը ես Բարի Արտուրը, ոչ մի ձև հնարավոր չի իրան ջղայնացնել։ Տարով էլ այդպես այլի վարազեմ, ոնց որ վարազի բնութագիրը բարի ծերունին, հա։ Ու ինքը շատ համահունչ է, էլի, հա։ Տարին էտա։ Բարի ծերունի։ Լավ, իսկ 26 թվականից ինչ սպասելիքներ ունեք, ինչ եք ցանկանում, ինչ եք ուզում ձեզ համար հետո նոր երկրի եւ ինձ համար հիմա ամենաշատը իմ ստեղծագործական աշխատանքները, որպեսզի իմ պատկերացրածով լինեն, մեր թիմի պատկերացրածով լինեն։ Հիմա միայն դա եմ ուզում։ Երկրին էլ հիմնականում ամենակարևորը խաղաղություն թող լինի, մնացած ամեն ինչը իր ժամանակին կլինի։ Արտուր, այս ասպարեզում համագործակցության արդյունքներում են, հա, շատ գործեր ծնվում եւ արդեն նշեցիք, որ կան մարդիկ, ովքեր այս ընթացքում ձեզ հետ համագործակցում են։ Իսկ կա ինչ որ մեկը, ում հետ դուք եք ուզում համագործակցել, բայց դեռ չի ստացվել։
Իհարկե շատ տաղանդավոր ընկերներ կան, դեռ չենք հասցրել, ժամանակ չի եղել կամ բաղ չի վիճակվել, չգիտեմ ոնց բնութագրեմ, բայց անպայման աշխատել ենք, բոլորի հետ էլ կաշխատենք, տարբեր ժանրերի սիրով համագործակցենք, հա, շատ մարդ կա, որ մենք ուզենք աշխատել իր հետ։ Ուղղակի դեռ ժամանակը չի եղել, ես 10 ամսվա մեջ որ հասցրել եք այսքանը, դա էլ երևի մյուս տարի թողնենք, դրա համար ասում կրկնապատկենք։ Կորպորատիվների ժամանակ հանդիսատեսը միշտ տարբեր է, հատկապես երբ որ արդեն տրամադրությունը շատ բարձր է բոլորի, այ ինչն է այդ պահին կարևոր, որ արտիստը զգա բեմում, հա, որովհետև շատ կարևոր է այդ կոնտակտը արտիստի եւ հանդիսատեսի միջեւ։ Ըստ ձեզ ինչն է շատ կարևոր, երբ որ դուք բեմում եք եւ դուք արդեն հենց այդ բազմության առջեւ եք։ Ինձ թվում է ժողովրդի էներգիան է կարևոր, ամենաշատը, արտիստը երբ բեմա բարձրանում, միանգամից հայացքներից էներգիան զգում է ժողովրդի։ Ու այդ էներգիան էլ ոնց որ հետ դու փոխանցում ես ժողովրդին, եթե հանդիսատեսը ժպտում է քեզ, արդեն լավ էներգիա է ստանում, դու էլ նույն էներգիան տալիս ես իրեն։ Հիմնականում ժպտում են, անկեղծ ասեմ, դեմքով չեն նայել դեռ։ Չգիտեմ, այդ էներգիան ստանում եմ, նույն էներգիան փոխանցում եմ իրենց։ Եվ քանի որ նշեցիք, որ նպատակներ շատ ունեք եւ եկող տարի ցանկանում եք կրկնապատկել աշխատանքը, որը արել եք այս տարի, իսկ այս տարի արդեն ահռելի մեծ աշխատանք եք արել, հետաքրքիր է երգիչները շատ տարբեր ուղղություններով են պատկերացնում իրենց ապագան, կարիերան։ Ձեզ մոտ ոնց է վերջնանպատակը, դա մենահամերգն է, ուղղակի համերգներով լինել դրսում, ավելի մեծ լսանի առաջ ներկայանալ։ Տեսեք, ցանկացած արտիստի համար ինձ թվում է նպատակը առաջնահերթ հենց ձեր ասած համերգներն են, ինձ թվում է համերգները տեսահոլովակներով ավելի շատ հայտնիություն ձեռք բերելը, որպեսզի դու հանդիսատես ունենաս եւ համերգը որ ներկայացնես լեբլեցուն լինի, բոլորը քեզանով հետաքրքրվեն, սիրեն։ Ինձ թվում է համերգային ծրագրեր այդպես։ Արտուր, եթե այս ասպարեզը չընտրեիք, ինչ կդառնայիք։ Մտածել եք երբևէ։ Երևի թե ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստ։ Հա։ Լուրջ։ Հետաքրքրված եք ֆուտբոլով, որ թիմն եք սիրում։ Բարսելոնա։ Բարսելոնա։ Հայաստանի ազգային հավաքական։ Շատ լավ է։ Իսկ ցանկություն կա խաղալու հիմա, թե դա ուղղակի մանկական երազանք է եղել։ Շատ ցանկություն կա խաղալու, բայց ժամանակ չկա։ Ժամանակ չկա։ Դե չէ մեծ սիրով։ Եթե երգը չընտրեի, երևի թե ֆուտբոլիստ կամ էլ դերասան։ Որովհետև շատ էին ասում փոքր ժամանակ, որ մեջդ կարելի գնա, ինչի՞ չէ։ Իսկ ինչի՞ չգնացիք այդ ճանապարհով։ Երգը ավելի շատ սիրեցի, ինձ թվում է դրա համար չընտրեցի դերասանություն, բայց հնարավոր որ ընթացքում հետագայում համատեղենք, եթե առաջարկներ լինեն։ Այո, եւ հետաքրքիր է դուք ինչ երաժշտություն եք լսում, ինչ արտիստների եք սիրում, եւ առհասարակ շատ հետաքրքիր է երգիչները երբեմն սիրում են լռություն եւ քանի որ շատ են երգում եւ իրենց այդ ամբողջ առօրյան երգի հետ է կապված երաժշտություն, ձայնագրություններ, գործիքավորմանը մասնակցել եւ այլն, շատ ժամանակ երգիչները սիրում են ավելի շատ լռություն։ Ձեզ մոտ ինչպես է, դուք սիրում եք ազատ ժամանակ լսել այլ արտիստների, սիրում եք լռության մեջ նստել։ Շատ ճիշտ բնութագրեցիք, հիմա քանի որ հիմնականում աշխատանքս ռեստորանային ոլորտում անցնում ու այդ ոլորտում շատ տարբեր ժանրերի երաժշտություն եմ լսում, թեկուզ ուզենալով, չուզենալով, բայց լսում եմ հիմնականում, որտեղ չես կարող չլսել։ Նու արդեն տանը հիմա հիմնականում այդպես չեմ լսում երաժշտություն, եթե լսեմ էլի տարբեր ժանրերի, ջազ, ժողովրդական, խառը։ Շատ լավ, երբ որ 12-ից 12 զարկերը լինում են, հա, այդ 12 զարկերի ընթացքում ամենակարևոր երազանքը, որ պահում եք, բարեմաղթանքը, որը հայտու հասկանում եք, որ դա ամեն տարի հենց այդ նույնն էլ պահում եք, որն է լինում։ Անկեղծ միշտ ինձ մոտ դա եղել է խաղաղությունն է։ Իմ համար առաջնահերթը խաղաղությունն է։ Վերջի տարիներին բոլորիս համար բոլորիս ցանկությունը, այո։ Արտուր ջան, ձեզ մաղթում ենք հաջողություններ նաև 26 թվականին եւ թող կատարվեն ձեր երազանքները ու կրկնապատկվեն են բոլոր աշխատանքները, որ արեցիք հենց 25 թվականին։ Ուզում եմ ձեզ նվիրել ամանորյա բացիկ Ձյունանուշիկ Իմբարի ես գիշեր մեր տունարի տոնածառը Զարդարի։ Շատ շնորհակալ եմ։ Լավ տրամադրություն ու շնորհավոր գալիք ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհակալ եմ։ Եվ աչում ինչ կմաղթեք հեռուստադիտողներին եւ ձեր լսարանին։ Հեռուստադիտողների բոլորին մաղթում եմ իմ հայ ազգի գալիք նոր տարին սուրբ ծնունդը շնորհավոր, էլի ու էլի խաղաղություն, տոկունություն, հզորացում ու զարգացում մեր Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Դե ասա
Դե ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի լինի կարճ փոքրիկ դադար, հետո վերադառնանք արդեն խոհանոց, հասկանալու համար, թե այնտեղ ինչ է կատարում, որտեղ բույրերը անմահական են, որ տարածվել են։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ հենց հիմա անցնում ենք առաջ պատմելով, ասելով, թե ինչ է կատարվել մինչ այս պահը։ Պարոն Բաղինյանը մի հոյակապ կերակուր է պատրաստել, որ անմահական է։ Ես կարծում եմ այնքան համեղ է լինելու, են որ ասում են մատներդ հետը ուտես, այ այդպես։ Դե ներկայացնենք։ Շնորհակալություն։ Ուրեմն այսպես, մեր մեդալյոնը լեհական, նաև հունգարական տարածված բավականին այսպես ճաշատեսակ պատրաստ է արդեն համարյա, ինչ է կատարվել։ Ուրեմն միսը նախորոք էփած միսը կտրտեցինք մենք եւ թավայում կարակով եւ շատ սոխով այսպես տապակեցինք եփած միս։ Մի 5-6 րոպեից հետո, ինչպես տեսակ, ավելացրինք կտրտած տեսականին, քաղցր պղպեղների գունավոր, այո։ Այդ գունավոր պղպեղների տեսականին ավելացնելուց հետո մանր կտրտած, մենք քերիչով անցկացրած գազարն էլ ավելացրինք, խառնեցինք, այնուհետև ավելացրինք կանաչ սոխ եւ կանաչեղենի այդ ցողունները, խառը կանաչի օջիկները կտրտած, ոչ տերևները, այսպես ուրեմն սա տապակվեց եւ ամենահետաքրքիրն ու կարեւորը առանձին թավայում մենք դարձյալ մի քիչ կարակ եւ ուրեմն 2 գթալ, նայած ինչքան է մենք օգտագործում ճաշի գտալ տոմատ։ Իմիջիալոց ուզում եմ նշել տոմատի մածուկը օգտագործեցինք Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը, որը շատ համեղ է։ Հիմա մենք զգացի ինչ որ բան, որ մեր Իջևանինն է, ես Իջևանից եմ։ Այո։ Եվ ուրեմն տոմատին ավելացնում ենք մի քիչ շաքարավազ, որ կոտրենք այդ թթվությունը։ Այո։ Այնուհետև ավելացնում ենք կտրտած պոմիդորը ավելացրինք եւ ավելացրինք միսը, որը մենք եփել ենք այդ արգանակը մսի։ Արգանակը 1-2 բաժակ ու կես ավելացրինք այդ փաստորեն այնտեղ բանջարեղենը տապակվեց ամբողջը մսի հետ, իսկ այստեղ ուրեմն տոմատի մածուկը, ինչպես նաեւ պոմիդորը կտրտված եւ ավելացրինք արգանակը, ապրես։ Դե հիմա այդ կախարդանը այս արգանակը մենք ավելացրել ենք այնտեղ, տեսնում եք, ափսեն նույնիսկ չենք հասցրել թավան ողողել։ Բայց ասեմ, որ Տիկին Ջուլիա, մեր խոհանոցը իդեալական մաքուր է, այստեղ ոչ մի բան չենք թափթփել, ոչ մի բան չենք կեղտոտել, այնպես որ հանգիստ եղեք։ Այստեղ գլուխ սոխով տապակված միսն է մանր կտրված, բերստրոգանի պես կտրտված, այդպես ավելացված պղպեղների տեսականին, գազարը, կանաչու ցողունները եւ կանաչ սոխը։ Եվ այսպես ստացվել է այս սոուսը, կարելի է ասել։ Հիմա Ադրինեն պատրաստել է պյուրեն, շատ լավ է պատրաստել, այո, պյուրեն կաթով եւ ուրեմն կարակով, այո։ Հիմա տեղափոխում ենք մատուցման ամանի մեջ եւ շատ հետաքրքիր մատուցման ձև ունի այս կերակուրը։ Հիմա դուք կտեսնեք։ Մի քիչ կպել է պյուրեի տակը Ոչինչ, կարծում եմ հաճելի խորոված կարտոֆիլի հոտ է դարձել, Ոչինչ, ոչ մի խնդիր չկա, ես կարծում եմ շատ չնչին։ Ես կվերցնեմ սա, որպեսզի ավելի ամեն բան պարզ լինի։ Տարածում ենք մենք պյուրեն, այսպես գեղեցիկ, ամբողջ ուրեմն ափսեով, կարող է լինել անհատական ուրեմն յուրաքանչյուրին անհատական ափսեով, ես նախընտրում եմ մեր հայավարի այսպես ընդհանուր, երբ աշխատում էի Ռուսաստանում, Սամարայում, ողջույն Հովանեսին եւ մեր սիրելին ունեին, իմ բարեկամներն են, նրանց մոտ ես աշխատել եմ մոտ 5-6 տարի, հրաշալի մարդիկ են, հրաշալի խոհանոց էր Սամարա քաղաքում, այնտեղ ես ապշել էի, երբ որ խորոված էին պատրաստում, Ադրինե, այս մեր ռուսները հարգելի, ինչ էին անում, ասում էին ամենից բաժին առանձին տուր, դու պատկերացնում ես 30-40 հոգուն բանկետ է, յուրաքանչյուր խորոված առանձին տաս, հայտարարություն, այսինքն մեկը շատ կուտի, մեկը քիչ կուտի եւ այլն, հազիվ կարողացա երբեմն տենց դեպքեր է լինում, ես զայրանում էի սաստիկ, ասում էին ընդհանուր ամանով դնում ենք, ով ինչքան կուզի կուտի, այսպեսի հետաքրքիր մի բան։ Իհարկե, ինչու այսքան ասեցի, այս դեպքում արդեն ես նախընտրում եմ այս մեդալյոնը մեծ ափսեով, հետո յուրաքանչյուրը մեկը ուտում է, մեկը քիչ է ուտում։ Ահա, գտալը։ Եվ ուրեմն վրայից այստեղ ուրեմն տապակված բանջարեղենն է մսի հետ, ավելացված սոուսը տոմատի մածուկով, պոմիդորով եւ ուրեմն արգանակով մսի։ Բույրը ժողով չեք պատկերացնում, ինչ թարմության, բանջարեղենի թարմության։ Այո, եւս մի կարեւոր բան, պետք է այնպես սարքվի սա, որ ոչ շատ եփվի եւ վիտամինները վնասվեն, ոչ էլ խրթխրթա բանջարեղենը։ Այսպես մի իդեալական պահ
կա, որը պետք է որսալ այդ պահը ուղակի, Դրա համար պետք է լինել վարպետ, խոհանոցում պետք է լինել վարպետ, որպեսզի այդ նրբությունները իմանաս։ Այսպես տարածում ենք մեդալյոնը մեր սիրելի եւ հետո ավելացնում ենք կտրտած արդեն ոչ թե ցողունները, այլ տերևները կանաչը, այսպես ախորժալի հայկական խոհանոցին վայել, որը ես չգիտեմ նրանց մոտ մաղիդանոս է, երբեմն էլ ուրեմն սամիտ։ Ուրիշ կանաչիներ չկան։ Գոնե ռեհան կարծում եմ եւ չեն էլ նրանք կանաչի անում, ամենք ենք այդպես։ Եվ էլի հայկական մոտեցում կա այս ամեն ինչի մեջ, իսկ ինչու է կոչվում մեդալյոն։ Կարող է դուք պատմությունը չեմ խորացել, մեդալյոն երևի որ վրան դրված այսպես զարդերով, հա, նմանություն կա, մեդալյոնի։ Ամեն դեպքում շատ եւ գեղեցիկ է եւ համի մասին կարող ենք կասկած չունենալ, որովհետև տեսքը արդեն հուշում է, որ ընտիրություն է։ Ժողովուրդ ջան, պատրաստ եք, եթե ցանկանաք բաղադրատոմսը մանրակրկտորեն եւս մեկ անգամ ունենալ, լսել կամ նամակագրությամբ կարող եք շփվել մանրամասն ադրինեն, մանրամասն Ես կներկայացնեմ, որովհետև այստեղ վարպետաց դասեր անցա, փաստորեն սովորեցի եւս մեկ հաճելի, համեղ եւ ընտիր կերակուր։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր եկաք եւ լցրեցիք մեր խոհանոցը այս համեղությունով եւ ձեր ջերմությամբ, ձեր պոզիտիվ, լավ բնավորությամբ, որը մեր հեռուստադիտողին շատ պետք է, մեզ բոլորիս շատ պետք է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, հեռուստադիտողին ասենք, որ մենք իրենց շատ ենք սիրում եւ շատ մեզ համար մեծ պատիվ է, որ նրանք մշտապես մեզ հետ են առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, լավ եղեք, պատրաստեք այս համեղությունը եւ վայելեք, կհանդիպենք։ Շնորհակալ ենք, այո, շնորհակալ ենք Ադրինեին եւ իհարկե պարոն Վաղինյանին այս համեղությունը պատրաստելու համար քիչ հետո համտեսելուց կավելացնենք նաեւ բրիզը, ռոզե փրփրուն գինի, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Իդեպ բրիզը նաեւ ամանորի գիշերը կզարդարի ձեր տոնական սեղանը։ Այո, եւ այս օրերին իր տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14։ Իդեպ նաև եթե նախընտրում եք սպորտով զբաղվել, իսկ վայրը չգիտեք հարմար որտեղ է, ապա արդեն նշել ենք Ակվատեկն է։ Նշեմ, որ Ակվատեկում ամանորյա մեծ խաղարկություն է եւ 15% զեղչ բոլոր փաթեթների համար։ Դեկտեմբերի 10-ից Ակվատեկում մեկնարկել է ամանորյա խաղարկություն, զեղչեր, նվերներ, ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով ստացեք հեռուստացույցներ, հեռախոսներ, աերոգրիլներ, տոստերներ, հեծանիվներ, Ակվատեկի նվերքարտեր, փաթեթներ ու բազմաթիվ այլ նվերներ։ Եվ իհարկե, մեր տաղավարի տոնական տրամադրությունը ապահովել է Naturemort Events-ը, այն ինչ նրանք ստեղծում են կոչվում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ-սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ, գտեք ամենակրեատիվ եւ յուրօրինակ աշխատանքները ու ձևավորման ամբողջ ընթացքը Naturemort Events-ի Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի էջերում։ Հեռախոսը համար 055 408 890։ Էմոցիաներն ու տրամադրությունը նվերների հետ ձեզ կփոխանցի արևոք բացիկները, որը կարող եք հարցնել իհարկե քաղաքի լավագույն սուպերմարկետներում, ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր արտաքին տեսքը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարձահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ չմոռանաք, որ արագեղեցիկը դառնում եք իհարկե Master Right-ում, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Master Right Barber Shop վարպետները ձեզ սպասում են։ Ոչային եւ տարբեր բղել կլինեք Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ամանորի շքեղ լուքերը, նաեւ տաքուկ ձմեռային լուքերը հենց Daphne-ում։ Եվ չմոռանանք ամենավերջում, որ ինչպես միշտ յուրաքանչյուր առավոտ մենք մեր ծրագիրը պատրաստում ենք մեծ սիրով։